Պարուհի Էլեոնորա Պետրոսյանն իր սոցիալական էջերում տեսանյութ է հրապարակել, որով ցույց է տալիս, որ իր մեքենան վնասել են, և դա ամենայն հավանականությամբ արել է իր նախկին ամուսինը։ Էվելինան բազմաթիվ մեկնաբանություններին կից գրել էր. «Այս ընթացքում շատ բաներ են եղել, որոնց մասին չեմ խոսել ու չեմ կիսվել ձեզ հետ, բայց այսուհետ ամեն ինչ հերթով ներկայացնելու եմ, որպեսզի նման անարդար ու ցավալի դեպքերը հնարավորինս չկրկնվեն։ Շատերն են փորձել վնասել, վատություն անել և, ցավոք, որոշ դեպքերում դա նրանց հաջողվել է։ Այս ամենի մասին այլևս լուռ չեմ մնալու, ցույց եմ տալու բոլոր մանրամասները, բոլոր փաստերը, որպեսզի բոլորը տեսնեն իրականությունը։ Սա առաջին դեպքը չէ, նախկինում էլ են եղել, նորից, վնասել են մեքենաս, և կրկին ոչ ոք պատասխանատվություն չի կրել, բայց այս անգամ այլևս այլ կերպ է լինելու, ամեն ինչ հերթով ներկայացնելու եմ բոլոր դեպքերով ու մանրամասներով, ուզում եմ, որ նման դեպքերն այլևս ոչ մեկի հետ չկրկնվեն։ Խոսքը ինչի մասին է, որ նա իր ընտանիքի հետ միասին այնքան էր ինձ հետապնդում ու ճնշում, որ ես ստիպված եղա հրաժարվել ալիմենտից, մինչդեռ նա անգամ մեկ անգամ ալիմենտ չի վճարել։ Ու ես այսքանից հետո էլի դեմ չէի, որ ինքը կապ ունենա երեխաներիս հետ ու շփվի։ Ու հիմա էլ դեմ չեմ, բայց արդյոք նման հոր հետ ճիշտ է շփումը երեխաներիս, ես այլևս չգիտեմ», գրել էր Էլեոնորան, իսկ մենք առաջարկում ենք լսել նրա խոսքը։ Ջան դուրս եկա, որ իջնի ու տեսնի, որ իր գույքը այսպես ջան դուրս եկա, որպեսզի երեխաներից տանեմ պարտեզ, ներսը սպասում եմ, ու նայեք իմ մեքենայի հետ ինչ են արել։ Ով կարա ասի, ով արել։ Սա նորմալ է։ Ու արդեն այս որ երրորդ դեպքն է։ Ուզում եմ հասկանամ, ում կոկորդին եմ կանգնած, որ այսպես վնասներ է հասցնում անընդհատ։ Նայեք, այս մեկն էլ են ուզեցե ջարդեն։ Նայեք ինչ է կատարվում։ Ես չգիտեմ, սա նորմալ է։ Կարա մարդ զարթնի, իջնի ու տեսնի, որ իր գույքը այսպես փչացրել են, երբ որ իջնի ու տեսնի, որ իր գույքը այսպես փչացրել են, երբ որ ամիսներ առաջ նորից նույն բանը եղել է իմ հետ, ու ես նորից էլի ոստիկաններին դիմել եմ, բայց ոչ մի օգուտ։ Չգիտեմ։ Անչափ շնորհակալ եմ ձեր ցանկացած ջերմ խոսքերի համար։ Շատ-շատերը եք գրել, որ ինքը Աստծուց պատիժը կստանա, իհարկե միանշանակ ես ով եմ ընդհանրապես կամ մնացածը ով են Աստծո դիմաց, Աստված կանի են ինչ պետք է, եթե իհարկե արդեն չի արել, արդեն իր վատ մարդ լինելով, արդեն իր վատ տեսակով, արդեն դա իր պատիժն է։ Ինքը արդեն այդ պատիժի մեջ է, ու ինքը արդեն այդ պատիժը կրում է։ Ես էլ եմ Աստծուն թողել ամեն ինչ, հիմա ինչ վնասել եմ, հանգիստ իր համար քնել է, մտածում է դրանով ինձ վնասա հասցրել, իմ կյանքի վնասա հասցրել, չէ, իմ կյանքին ընդհանրապես վնաս չի հասցրել, դա իր կյանքին է վնաս ինքը հասցրել, իր էությունը ավելի պարզ կդառնա բոլորի համար, ու ընդհանրապես ցանկացածի դեմքը պարզ է դառնալու։ Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը քիչ առաջ իր սոցիալական էջերում հուզված լաց լինելով տեսանյութ է հրապարակել։ Նա խոսել է մարդկային անտարբերության մասին։ Ներկայացնում ենք նրա խոսքն առանց մեկնաբանության։ Այն ինչ որ տեսա, ասենց կոկորթումս կանգնել է, ու ինձ թվում է, որ մենք էլ պրոստը չենք զգում այս կյանքը։ Այսօր ես տեսա մի հատ փոքր տղայի 5 տարեկան, իմ Միքայելիս տարիքի, դրսում կանգնած, ուղղակի գումար էր մոտեցե հավաքում։ Ինձ սպանեց այն մարդիկ, ովքեր կողքով անցնում էին այնքան անտարբեր, ոնց որ մենք անցնում ենք օրվա ընթացքում այդ ռիլերի վրայով։ Ու այդ պայն գիտեք ինչ հասկացա, մենք ապրում ենք ամենակուշտ, բայց միաժամանակ ամենաէմոցիոնալ սոված ժամանակներում։ Մարդիկ ամեն ինչ ունեն, բայց չունեն շնորհակալ
տոնակալության զգացողություն, ունեն ամբողջ աշխարհին հասանելիություն, բայց չունեն կարեկցանք, ունեն օգնելու հնարավորություն, բայց չունեն շուրջը նայելու ցանկություն, ինձ էլ է վերաբերվում։ Ու երևի այսօր իմ համար այդ իրական աղքատությունը ոչ թե արդեն փող չունենալն է, այլ այդ ուղակի կարեկցանք չունենալն է։ Ու 2 օրից կլինի հունիսի 1-ը, փուչիկներ, ծաղիկներ, մռութիկներ համով հոտով, ու դրան կհաջորդի նոր օրը, ու էլի երեխեք, աղքատություն, չունևորություն, անտեսվածություն։ Ոստեղ մեզանից ամեն մեկը իր լումանում։ Լրագրող Արուսիկ Տիգրանյանը եւս տեսանյութով է կիսվել սոցիալական հարթակներում, նշելով, որ նորություն ունի, սակայն շտապելով նա հավելել է, որ նորությունը կապ չունի երկրորդ հղիության մասին։ Առաջարկում ենք լսել լրագրողի խոսքը։ Մոյսիկներ, ձեզ համար ունեմ մի հրաշալի նորություն, բայց ուզում եմ ռիլով ասեմ, որտեվ սենց մեծ բան է էլի ինքը։ Բայց եղի չեմ, մի ոգևորվեք, մի անգամից մի հարեմ, վերջապես ես 34 ռազմեր եմ հագնում, սենց չի երևում, որտև կամերան ինձ չաղա ցույց տալիս, բայց լուրջ ընենց ծիտ եմ իրականում, վերջն եմ ես։ Դերասանուհի Մանե Հակոբյանը բողոքել է խցանումներից, նա տեսանյութ է հրապարակել, որում նշում է, որ գնում է նկարահանման տաղավար, որը բարդ է տրվել նրանց, առաջարկում ենք դիտել տեսանյութը։ Չճախրեցինք TV, այլ սողացինք, որովհետև ինչ-որ անիմաստ անկապ խցանումներ էին, բայց կարևորը հասանք, այսպիսով այսքանը։ Նկարահանման հրապարակից տեսանյութերով կիսվել է նաև Ռուզանա Մանուչարյանը, նրա կողքին է Նիկոլայ Եղիազարյանը, հոլովակը բավական հետաքրքիր ու զվարճալի է ստացվել, առաջարկում ենք դիտել այն։ Այսօր մենք նկարահանման էինք Ավոյի հետ, չգիտեմ Էռնան ոնց, բայց Ավոն արդեն իր բոլոր չափ ու սահմանները անցնում է։ Ինչ կասեք։ Ինչ չեմ ասել։ Ինչ կասեք մի երկու խոսք ձեր կյանքից։ Դու քեզ առանձնավոր պատկերացնում ես։ Էռնան։ Էռնան։ Չգիտեմ իրանա պետք հարցնել։ Ավոն առանց Էռնա չէ։ Իսկ ինչ ամբողջգորգոր հայտարարություններ ա արել, սիրելի հեռուստադիտող։ Չգիտեմ դուք ասեք։ Ավոն ասում է առանց Ավո Էռնա չի կարա։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Քրիստինա Հովհաննիսյանը վիրահատության է ենթարկվել։ Այդ մասին Քրիստինան եւ Գևորգ Մկրտչյանը հայտնել էին իրենց սոցիալական էջերում։ Այդ ամենից հետո Քրիստինան արդեն իրեն բավականին լավ է զգում եւ այսօր պատմել է, որ արդեն տանից դուրս է եկել։ Այդ հոլովակը եւ ոչ միայն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Այսօր առաջին օրն է, որ ես որոշել եմ տանից դուրս գամ ու խամի։ Ինչ կասես։ Ահա որ խամի եւ փոշի։ Մի քանի ամիս առաջ զգացի կոկորդի սուրճը, որը ոչ մի կերպ չէր անցնում եւ նման չէր իմ սովորական կոկորդի ցավին։ Բժիշկը նշանակեց բուժում, բայց 1 ամիս անց կոկորդս կրկին սկսեց ցավել։ Գլաններս այտուցվել էին եւ կային սպիտակ բշտիկներ, տաքությունս 39.5-ից չէր իջնում, չէի կարողանում խոսել, ուտել, անգամ բերանս բացել։ Կրկին բժշկի այցից հետո պարզվեց, որ գլաններս այնքան վատ վիճակում են գտնվում, որ պետք է շտապ վիրահատել։ Հակառակ դեպքում ամեն թեթև հիվանդանալը շատ ծանր է տանելու։ Վիրահատությունը բարդ չէր, միակ բարդությունը դա հաց ուտելն էր, որը չէի կարողանում։ 4 ժամամեկ ցավազրկում էի եւ սուր ցավ չեմ զգացել։ Նաեւ բարդ էր այն, որ ես չէի կարողանում խոսել եւ պետք է բացատրեի, թե ինչ եմ ուզում, բայց ինձ միանգամից հասկանում էին։ Հիմա էլ մի քիչ դժվարությամբ եմ խոսում։ Իսկ ես արդեն տանն եմ, կարդում եմ ձեր բոլոր նամակները եւ ինձ զգում եմ ավելի ուժեղ։